Մեր հանճարին, մեր գանձերի գանձը մեզ ենք վերադարձնում ու հենց այս գիտակցությամբ էլ աշխատել ենք։ Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մեծ ընդմիջումից հետո Տիգրան Չուխաջյանի Կարինե օպերայի պրեմիերան է սպասվում։ Բեմադրող ռեժիսորը Երվանդ Ղազանչյանն է։ Եթե մի քիչ էլ մոռանանք արդեն սան տերևներ շատ կան։ Ստամբուլի երաժշտական թատրոնի Ջեմասրահում կան նկարը եւ տակը փակված է Օսմանիե օպերետի հիմնադիրը։ Երկար խալաթակած աշխատասենյակում լիմոնով թեյ խմելով ժողովրդից ոչինչ չես հասկանա։ Չուխաջյանը վերցնում է ժողովրդից ու տալիս է ժողովրդին։ Ժամանակակիցներն ասում են, որ ման էր գալիս փողոցներում եւ հրապարակներում լսում էր ժողովրդին, գրի էր առնում իր թևնոցների վրա։ Եզակի օպերետ, որն ունեցավ ընդգրկուն աշխարհագրություն եւ ներկայացվեց բազմաթիվ լեզուներով, այդ թվում եւ թուրքերեն։ Հայաստանում Լեբլեբիջին առաջին անգամ ներկայացվեց 43-ին հենց երաժշտական կոմեդիայի թատրոնում Կարինե վերնագրով Թաթիկ Սարյանի նոր լիբրետոյի հիման վրա Արամ Տեր-Հովհաննիսյանի երաժշտական ղեկավարությամբ։ Հետո բեմադրվեց Բեզարյանի անվան օպերա եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Կարինե բեմադրեցին Վարդան Աճեմյանը, Տիգրան Լևոնյանը, իսկ Արման Մանարյանի ֆիլմում հնչեց Գոհար Գասպարյանի անզուգական կատարումը։ Երվանդ Ղազանչյանը գոհ է իր թիմից եւ թերևս ամենակարևոր ձեռքբերումն է համարում բեմանկարչի Ռոբերտ Էլիբեկյանի մասնակցությունը։ Պիտի այդ տեսակ նկարիչներին վերադարձնել թատրոն։ Թատրոն պիտի բերել թատրոնը։ Որտեղ Էլիբեկյանը ինքը էությամբ արդեն թատրոն է։ Էլիբեկյանը սակայն իր խոսքով որպես մաքսիմալիստ ու նորմալ արվեստագետ երբեք իր աշխատանքից գոհ չի լինում։ 1 տարի է աշխատում եմ եւ ոնց որ թե արդեն լրիվ սպառվել է, ուրախ եմ, որ վերջապես վերջացավ այդ գործը եւ հոգիս ազատվեց եւ ինձ թվում է ես երբեք թատրոն ոչ չեմ տնի։ Այնուամենայնիվ ուրախ է մասնակցության համար ու աշխատել է արտացոլել Պոլսի հայկական իրականությունը, հայկական ոգին։ Հայկական պոլիսն ինչպես Թիվլիզն է, չէ, հայկական։ Հիմա հետ կուզում են կորցնեն ընդհանրապես հայության ամեն տեղից եւ Թիվլիզից եւ Պոլսից